Թուրքիայում քաղաքական իրավիճակը սրվում է։ Ձերբակալել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդին, Ստամբուլի քաղաքապետ 54-ամյա Էքրեմ Իմամօղլուին ու քաղաքական գործչի հետ կապված մոտ 100 այլ անձանց կոռուպցիայի մեղադրանքով։ Ձերբակալություններից հետո Ստամբուլում ցույցեր են սկսվել միաժամանակ։ Ստամբուլի իշխանությունները 4 օրով արգելել են ցույցերը քաղաքում հասարակական կարգը պահպանելու պատճառաբանությամբ։ Ստամբուլի կենտրոնում փակվել են մետրոյի որոշ կայարաններ ու ճանապարհներ, երկրում սահմանափակվել է մուտքը X սոցիալական ցանց, YouTube, Instagram ու TikTok։ Ձերբակալությունից անմիջապես հետո արժեթղթերի շուկան անկում է ապրել, լիրան արժեզրկվել, հասնելով պատմական նվազագույնի 41 լիրան $1 դիմաց։ Այս թեմայով այժմ կզրուցեմ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Պարոն Սաֆրաստյան, բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր ժամանակի համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Սաֆրաստյան, հատկանշական է այս ձերբակալությունները տեղի են ունենում ընդդիմադիր կուսակցության նախընտրական ընտրություններից մի քանի օր առաջ։ Ակնկալվում էր, որ Իմամօղլուն կուսակցության կողմից կառաջադրվի որպես նախագահի թեկնածու 2028-ին սպասվող նախագահական ընտրությունների համար։ 24 թվականին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում Իմամօղլուն հաղթել էր հենց Էրդողանի թեկնածուին։ Այս համատեքստում, եթե դիտարկենք այս ձերբակալություններն, ինչպես կարող ենք բացատրել։ Գիտեք, մենք պետք է ավելացնենք նաև այն, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մոտավորապես Թուրքիայում բավական ինտենսիվ են դարել խոսակցությունները այն մասին, որ Էրդողանը կարող է որոշ հնարքների դիմելով մեկ անգամ ևս իր թեկնածությունը դնել նախագահի ընտրություններում, նախագահական ընտրություններում։ Իսկ այդ հնարքը որն է, որ նա կարող է հայտարարել վաղաժամկետ ընտրություններ, արտահերթ ընտրություններ։ Այդ դեպքում նա հնարավորություն կունենա իր թեկնածությունը նորից դնելու։ Ես կարծում եմ պետք է հաշվի առնել նաև այս հանգամանքը։ Մտավախություն ունի Էրդողանը, որ այս անգամ նա կարող է իսկապես իդեմս Իմամօղլուի ունենալ լուրջ հակառակորդ, որովհետև Ժողովրդի հանրապետական կուսակցությունից նախորդ թեկնածուները պարտվել են Էրդողանին, այնպես որ Իմամօղլուն, որը երիտասարդ է, դինամիկ է, մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Ստամբուլում, այլ նաև ընդհանուր Թուրքիայում, եւ եթե նրա թեկնածությունն առաջարկվել Ժողովրդի հանրապետական կուսակցության կողմից, որը երկրորդ կարևոր կուսակցությունն է Թուրքիայում, ապա նրա շանսերը բավական մեծ կլինեին։ Ես կարծում եմ ամեն ինչ կապված է դրա հետ քաղաքական առումով։ Թերևս հենց այդ պատճառով են նախօրեին թուրքական իշխանությունները չեղարկել հենց Իմամօղլուի համալսարանի դիպլոմը, որը կարող է խանգարել նրան առաջադրվել նախագահական գալիք ընտրություններում, այո։ Այո, բացի դրանից նաև այսօր այս ձերբակալությունը, որ տեղի ունեցել, բավական լուրջ մեղադրանքներ են առաջ քաշվել Իմամօղլուի նկատմամբ, նրա մերձավորների, ինչպես դուք նշեցիք, մասնավորապես ձերբակալվել են նաև թաղապետներ Ստամբուլում, մասնավորապես հենց Շիշլիի թաղապետը, այդ հնագույն թաղամասերից մեկին Ստամբուլի, որտեղ գտնվում է օրինակ հայկական գերեզմանոցը, շատ պատմականորեն հայտնի։ Եվ մեղադրանքները, ինչպես ասեցի, բավական լուրջ են, որքան կարելի է դատել հրապարակումներից թուրքական մամուլի։ Մեղադրանքները հետևյալն են։ Առաջինը դա կապն է Քրդստանի բանվորական կուսակցության հետ, PKK-ի հետ, որը Թուրքիայում արգելված է։ Չնայած նաև պետք է նշենք, որ կարծես թե սկսվում է հերթական գործընթացը PKK-ի հետ, որոշակի, այսպես ասած, ընդհանուր եզրեր գտնելու եւ PKK-ն կարծես թե համաձայնվել է զենքերը վայր դնել, դադարեցնել ավելի շուտ պայքարը իշխանությունների դեմ, այսինքն դա գործընթաց է, որը հիմա ընթացքում է, որ իհարկե պարզ չի ինչպես կավարտվի, բայց մյուս կողմից մյուս մեղադրանքը դա արդեն շատ խոշոր զեղծարարությունների հետ է կապված, որ մեղադրվում է Իմամօղլուն, մի խումբ անձանց հետ եւ այլն, պես որ
քրեական մեղադրանքներ են առաջ քաշվել։ Իհարկե Իմամօղլուն մինչև ձերբակալումը ինքը իր տնից կարծես թե իր տանն էր, նա կարողացավ, այսպես ասած, տեսակապով մտնել էֆիր եւ հայտարարեց, որ այդ մեղադրանքները անհիմն են, դա քաղաքական հետապնդում է եւ այլն։ Տեսնենք հիմա իմ կարծիքով շատ բան կախված է հետեւյալից. արդյոք կարողանա ժողովրդի հանրապետական կուսակցությունը Թուրքիայում ոչ միայն Ստամբուլում, այլ նաեւ ընդհանրապես Թուրքիայում ծավալել լայն զանգվածային շարժումի պաշտպանություն Իմամօղլուի։ Այդ կարող է ազդեցություն ունենալ իշխանությունների վրա, որ նրանք այսպես իրենց ավելի զուսպ պահեն։ Թե չէ, իսկապես մեղադրանքները լուրջ են եւ Իմամօղլուին կհաջողվի դուրս հանել քաղաքական պայքարից։ Այնպես որ հիմա այս մի քանի օրվա ընթացքում Թուրքիայում ես կարծում եմ շատ բան կորոշվի։ Շատ բան կախված կլինի ժողովրդի հանրապետական կուսակցության ղեկավարությունից, կկարողանան նրանք օգտագործել այն ռեսուրսը, որ ունի այդ կուսակցությունը։ Իհարկե, նա հիմնականում իր ռեսուրսներով զիջում է կառավարող Էրդողանի կուսակցությանը, Արդարություն զարգացում կուսակցությանը, բայց չմոռանանք, որ այդ կուսակցությունը Թուրքիայի հանրապետության հնագույն կուսակցությունն է, Աթաթյուրքի ստեղծած կուսակցությունն է, նա տասնյակ տարիներ եղել է իշխանության Թուրքիայում եւ այլն։ Չնայած Էրդողանի կուսակցությանը բոլոր վերջին ընտրություններում իշքան Էրդողանը մտել է քաղաքականության մեջ, պարտվել է։ Բայց տեսնենք, այստեղ ես կարծում եմ կարևոր է նաեւ քրդական գործոնը։ Ինչու, որտեղ քրդերը մեծ թիվ են կազմում Թուրքիայում եւ եթե նրանք ակտիվ ներգրավեն ժողովրդի հանրապետական կուսակցության կողմից այդ զանգվածային շարժումների մեջ, դա կունենա շատ կարևոր նշանակություն։ Բայց այստեղ ես ուզում եմ հետեւյալը ընդգծեմ, որ անցյալ տարվա հոկտեմբերից ըստ էության սկսվեց այն գործընթացը, որը բերեց հանգեցրեց նրան, որ քրդական շարժման ամենակարևոր ուժը Թուրքիայում արգելված ՊԿԿ-ն համաձայնվեց իր առաջնորդի Օջալանի կոչի հետ, որը գտնվում է թուրքական բանտում, որ նա դադարեցնի զինված պայքարը իշխանությունների հետ եւ սկսվի քրդական հարցի լուծման խաղաղ գործընթաց։ Իհարկե սա դեռ նոր է այս բանը տեղի ունենում։ Մի քանի օր առաջ ըստ էության նման կոչով քիչ ավելի շատ դիմեց Օջալանը ՊԿԿ-ին, ՊԿԿ-ն կարծես թե ընդունեց այդ առաջարկը Օջալանի։ Եվ ես կարծում եմ այս գործընթացները իրար հետ կապված են։ Այսինքն, եթե այսպես փորձենք վերլուծել եւ հանգել եզրակացությունները հետեւյալն են, որ իշխանությունները փորձ արեցին որոշ չափով նեյտրալիզացնել ՊԿԿ-ին, նրա հետ սկսելով խաղաղ գործընթաց եւ այդպիսով փորձեցին չեզոքացնել քրդական գործոնը։ Սա է իմ կարծիքով նրանց հաշվարկը, այսինքն այս վաղ փուլում նախընտրական պայքարի շատ վաղ փուլում դուրս մղել Իմամօղլուին քաղաքական պայքարից, որտեղ այդ մեղադրանքները, որ կարողանան իշխանությունները դրանք հաստատել, իսկապես լուրջ մեղադրանքներ են եւ երկար ժամանակով կմեկուսացնեն նրանք Իմամօղլուին, բայց դե մի հանգամանք էլ կա, գիտեք, ես ուզում եմ դա էլ նշել, որ վերջո ժողովրդի հանրապետական կուսակցությունը ունի իր կողմնակիցները նաեւ Թուրքիայի իրավապահ մարմիններում, դատական համակարգում, այնպես որ կփորձեն այդ կուսակցության ներկայացուցիչները նաեւ ակտիվացնել իրենց կողմնակիցներին այդ դաշտում, որ փորձեն այդպիսով Իմամօղլուին դուրս թողնել, դուրս հանել այդ ճնշումներից, բռնաճնշումներից, որ նրա դեմ կիրառվում են։ Այնպես որ հիմա Թուրքիայում իսկապես սկսվում է քաղաքական պայքարի մի բավական սուր փուլ, որի արդյունքը ես գիտեք ինչպես կգնահատեի, որ իշխանությունները ավելի իհարկե մեծ շանսեր ունեն, որ
նրանց կհաջողվի հասնել իրենց նպատակների, բայց նաև չպետք է մոռանալ, ինչպես նշեցի, որ ժողովրդի հանրապետական կուսակցությունը ունի իր լծակները իշխանությունների դեմ պայքարելու համար։ Գիտեք, մի հետաքրքիր հանգամանք էլ ես նշեմ, որ Թուրքիայի մայրաքաղաքի Անկարայի քաղաքապետը, որը նույնպես ներկայացնում է ժողովրդի հանրապետական կուսակցությունը, իհարկե նա չունի այն խարիզման, որ ունի Իմամօղլուն, բայց ամեն դեպքում նա էլ կարևոր քաղաք է, մայրաքաղաքի քաղաքապետն է, եւ նա նույնպես պատկանում է ժողովրդի հանրապետական կուսակցությանը։ Նա գտնվում է Թայվանում ներկայումս, մասնակցում է այնտեղ ինչ-որ մի միջոցառմանը, ցուցահանդեսի, եւ երբ որ նրան թղթակիցները հարցրել էին արդյոք նա պատրաստվում է վերադառնալ Թուրքիա, որ Թուրքիայում արդեն տեղի ունեցել այս բռնաճնշումները ժողովրդի հանրապետական կուսակցության դեմ, Իմամօղլուի դեմ, նա շատ հետաքրքիր մի պատասխան է տվել, գիտեք, նա հետևյալ կերպ է պատասխանել, որ եթե ես կարողանամ տոմս ճարեմ, ապա կվերադառնամ։ Հետաքրքիր պատասխան է, չէ՞։ Տեսնենք, նա էլ հիմա մտավախություն ունի, որ կարող են իրեն էլ ձերբակալել։ Պարոն Սաֆրաստյան, իդեպ եղել է ժամանակաշրջան, երբ թե Անկարայում, թե Ստամբուլում քաղաքային իշխանության գլխին եղել են դիմադիր գործիչներ։ Այո, գիտեք, եղել է այդպես, եւ Էրդողանը հաղթել է ընտրություններում, եւ իր կուսակցությունը եւ ինքը։ Հիմնականում նա հաղթել է այն շրջանների, այն վիլայեթների բնակչության հաշվին, որոնք գտնվում են Թուրքիայի կենտրոնական շրջաններում եւ արևելքում։ Այսինքն այն շրջաններում, որոնք համեմատաբար ավելի քիչ են զարգացած։ Եվ նաև նա օգտագործել է քրդական գործոնը։ Դա էլ պետք է հաշվի առնել։ Հիմա դրա համար նրանք նախապես քրդական գործոնը փորձեցին, այսպես ասած, իրենց հսկողության տակ պահել, որ մեկ էլ քրդերը չաջակցեն ժողովրդի հանրապետական կուսակցությանը։ Այնպես որ շատ բան կախված կլինի, ասում եմ, այս մի քանի օրվա պայքարից, եթե իսկապես կարողանա ժողովրդի հանրապետական կուսակցությունը մոբիլիզացնել զանգվածներին, կարող է նա ընդհանրապես Թուրքիայի քաղաքական, տնտեսական կյանքին շատ լուրջ հարված հասցնել, իսկ իմիջիայլոց Թուրքիայի տնտեսությունը մենք լավ գիտենք, որ ծանր վիճակում է, ֆինանսական համակարգը ծանր վիճակում է եւ այս 2 օրվա ընթացքում արդեն թուրքական լիրան գահավիժում է։ Ստամբուլի բորսան է արձագանքել այս իրադարձությանը, ըստ էության կանգնել է բորսան, այնպես որ իսկապես ճգնաժամի մեջ մտավ Թուրքիան Էրդողանի, այսպես ասած, ցանկությամբ եւ ինքը այդ մտցնելով գիտակցաբար ես կարծում եմ Թուրքիան այդ ճգնաժամի մեջ հույս ունի, որ ինքը հաղթող դուրս կգա դրանից։ Բայց ինչ ելքեր են հնարավոր։ Ելքերը գիտեք որոնք են։ Առաջինը իհարկե որ իշխանությունները կկարողանան դիմակայել այն ալիքին, որ կփորձի բարձրացնել Թուրքիայում զանգվածային անհնազանդության ժողովրդի հանրապետական կուսակցությունը, դա մեկ եւ կհասնի նպատակին, Իմամօղլուին կմեկուսացնեն եւ թույլ չեն տա, որ նա մասնակցի Թուրքիայի քաղաքական կյանքին մոտակա տարիներին, այդպիսով Էրդողանը կազատվի իր հիմնական հակառակորդից։ Առաջին ելքը, որ ես կարծում եմ ավելի հնարավոր է, գիտեք, հաշվի առնելով Թուրքիայի առանձնահատկությունները, հաշվի առնելով Էրդողանի, այսպես բռնատիրական մեծ փորձը եւ այլն, ավելի հավանական եմ ես համարում դա։ Բայց կա նաեւ երկրորդ հավանականությունը, որ այնքան ուժեղ կլինի զանգվածային նվազումների ալիքը, որը կհաջող, եթե հաջողվի դա իրականացնել ժողովրդի հանրապետական կուսակցության կողմից, որ իշխանությունները ետ քայլ կանեն եւ կփորձեն այս իրադրությունից դուրս գալ արդեն Իմամօղլուի առանց մեկուսացնելու երկար ժամկետով կամ կմեկուսացնեն շատ կարճ ժամկետով եւ այլն։ Այնպես որ երկու ես տարբերակ եմ տեսնում, բայց էլի համարում եմ, որ ավելի հավանական է, որ Էրդողանին կհաջողվի հասնել իր նպատակին, իհարկե
բավական գին վճարելով դրա համար, մասնավորապես Թուրքիայի ֆինանսական համակարգը, որ առանց դրան վատ վիճակում է շատ, ավելի վատացնելով ֆինանսական դրությունը Թուրքիայի։ Շատ լավ, սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Շնորհակալ եմ շատ, պարոն Սաֆրաստյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հիշեցնեմ, իմ զրուցակիցն էր թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։